ցույցերի, հանրահավաքների նման դատական նիստերի ընթացքում տեղի ունեցող ակցիաների կամ նույնիսկ ոչ ակցիաների ժամանակ, այլ ուղղակի դատական նիստերի ընթացքում հատկապես մեծ նման թշնամական վերաբերմունք եւ կենտրոնացվածություն նկատվել է բարձրաստիճան այդ սպաների կողմից, հատկապես փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից, ով կենտրոնացած է եղել ինձ ճանաչելու պահից սկսած իմ հանձի վրա։ Ինձ այս քրեական գործով, որը նոր է հարուցվել, մեղադրանք է հատկանիշները նյութեր են նախապատրաստվել գնդապետ ՊՊՑ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանի նկատմամբ բռնություն կիրառելու իբր համար նույն այս գնդապետը նույնպես թշնամական վերաբերմունք բազմիցս վերջին դեպքերի ժամանակ ցույց է տվել։ Ամսի 28-ի դատական նիստի ընթացքում իբր ես կյանքի համար ոչ վտանգ չներկայացնող բռնության փորձ եմ կատարել իր նկատմամբ կոնկրետ բախումներ են հրահրել ոստիկանների ցածրաստիճան ծառայողների միջոցով օրինակ բազմաթիվ են եղել դեպքերը կարող է օրինակը այսպես բերեմ կարող է ուղղակի կանգնած լինեմ նման ակցիաների ժամանակ ինչ որ ոստիկան գա ուսով օրինակ փորձի դիպչել եւ բախում հրահրի այստեղ հատկանշական է այն որ Վալերի Օսիպյանը նախքան այդ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ ընդմիջումներին, երբ այդ ընդմիջումները բազմաթիվ են դատավորների կողմից, այդ ընդմիջումներին երբ դուրսն եմ եղել, փորձել է խոսակցության մեջ ներքաշել եւ նրա թշնամական վերաբերմունքը իմ եւ ոչ միայն իմ, նաեւ իմ եղբոր, նաեւ ընդհանուր ոստիկանական համակարգի թշնամանքը ժողովրդի նկատմամբ ակնհայտ երևում է նաեւ նրանից, որ ինքը շեշտել է, որ գնդում եղած ժամանակ, իր գնդում եղած ժամանակ, այդ խոսակցությունների ժամանակ երբ ինքը ինձ այդ խոսակցությունների մեջ էր փորձում ներքաշել գնդում եղած ժամանակ ինքը ասում է որ ինքը իրեն թույլ չէր տա Արթուրի բերած հացից օգտվել, սակայն տղաները բազմիցս օգտվել են իրենց հացից, այսինքն ոստիկանների հացից, այս առանձնացումը, որ ոստիկանների եւ տղաների կամ ոստիկանների եւ ժողովրդի խոսում է հենց կոնկրետ եւ հստակ այն մասին, որ իրենց կողմից այդ տարբերակումը ակնհայտ է ամսի 21-ի դատական նիստի ժամանակ երբ մեր ընտանիքին ներս չթողեցին դատարան այդտեղ նույնպես երևաց ոստիկանների հատուկ թշնամանքը մեր նկատմամբ այնտեղ այդ նիստի ժամանակ նույնիսկ սպառնալիք է հնչեցվել որ դրսում որ ինձ բերման կընթարկի բաժին եւ կարգի կհրավիրի դա այն ժամանակ էր երբ ոստիկանները ուղղակի մեջ էին առել մեզ այնտեղ դրսում մնացած հարազատներից եւ ճնշում էին ուղղակի ամեն կողմից սեղմում էին բնականաբար չես կարող տիրապետել վարքագծից եղել է որ այդտեղ պահանջել ենք որ ասենք այդ օղակը թուլացվի մի քիչ մեզ շնչելու օդ տան կանանց չսեղմեն չհրեն այս ժամանակահատվածում երբ ձայնս փոքր-ինչ բարձրացել է եւ այլն Վալերի Օսիպյանի կողմից եղել է նման հայտարարություն որ ինձ բերման կընթարկի ու կարգի կհրավիրի երբ որ ինձ արդեն բերման ընթարկելու այդ լարված իրավիճակից հետո ինձ բերման ընթարկելու հրաման եղավ ես դա լսեցի ու հրամանը ոչ թե այնպես էր որ բերման ընթարկեք տվյալ անձնավորությանը այլ ուր այն սպիտակ շապիկով երիտասարդը նկարով հենց հիմա գտնենք տանենք բաժին դա Օսիպյանի խոսքերն եմ ես ասում ես հեռացա քանի որ արդեն այդ փորձ ունենալով ես գիտեմ թե ինչ սադրանքների են ընդունակը ոստիկանները հեռացա ուղղակի որ ինչ որ նոր բան չնախապատրաստվի մեքենայի մեջ նստած էի մի 50-ից 100 մետր հեռավորության վրա բայց շոկ էր դուրս եկա մեքենայից եւ դիմացի մայթին ծառի տակ կանգնած էի արդեն ժողովրդին էլ էին տեղափոխել դիմացի մայթը եւ այդտեղ երբ որ կանգնած էինք մոտեցավ Օսիպյանը ասաց որ երիտասարդ դուք հետևեք ինձ հրաման նման կարգադրություն ընտրվեց ես միանգամից քայլեցի որովհետեւ տեղյակ եմ որ օրինական այդ պահանջը չկատարել նույնպես վարչական գործ կարող է հարուցվել բացվել եւ երբ որ ես փորձեցի հետևել ինեն անմիջապես այդտեղ հասան կարմիր բերետավորների խումբը այդ երրորդ հատուկ գումարտակի երբ որ այնտեղ հասան միանգամից հրամանը եղավ այսպես տարեք սրան քաշքշելով հարվածելով վիրավորելով տարան մեքենան նախքան մեքենան նստեցնելը ձեռնաշղթաներ ակցրին շատ ձիգ այնքան որ վնասվեց նույնիսկ ձեռքերս դրանից երբ որ ինձ տարան բաժին այդ ընթացքում նույնպես եղել են վիրավորանքներ ես զգում եմ իհարկե որ այդտեղ ես ուժի ուղակի ազդեցության ներքո եմ մեքենայի մեջ ու այդ ուղակի լռում էի այդ ընթացքում ինչ որ կին նստած թուղթ էր լրացնում նույն սենյակում որտեղ ինձ էին տարել այնուհետև ես դրսից հեռախոսային խոսակցության ձայներ լսեցի որ խոսում էին Օսիպյանի հետ պարոն Օսիպյան ձեր ցուցումով բերված երիտասարդի
հետ կապված ինչ նյութեր ենք նախապատրաստելու։ Իհարկե չէի կարող պատասխան լսել, բայց այնուամենայնիվ պարզ էր, որ վարչականի մասին է խոսքը, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, այնուհետև երբ արդեն հրահանգ եղավ, ես զգացի, որ հրահանգ եղավ, որովհետև բոլոր այդ կիսատ մնացած թղթերը տարան այդ սենյակից, մենք երկար ժամանակ լուր նստած այնուհետև ինչ որ տենց տարբեր թեմաներ խոսով, այսպես երկար ժամանակ է ձգվում, այդ կինը միայն լրացնում էր ու մեզ չէր ասում, թե ինչ է գրում ինքը։ Մի քանի տեղ նույնիսկ ես թղթի վրա տեսել եմ իմ անուն ազգանունը գրված։ Այդ թղթերը երբ որ այդպես կիսատ էին մնացել, դա տարան։ Դրանից հետո ամենավերջում, երբ ինձ արդեն պիտի բաց թողնեին, պաշտպաններս պահանջում էին, որ նախորդ վարչական գործի թղթերն էլ, որոնք կիսատ են մնացել, իրենց տրամադրվեն, սակայն դա չտրամադրվեց, այնուհետև փոխվեց քրեական գործի նյութեր սկսեցին նախապատրաստվել։ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, որ ոստիկանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառել է, ինքա որոշում, որ ու այնտեղ ինչ որ դրվագ է նկարագրված, ինչ որ իբր ինչ որ մեկը շիշ է նետել ոստիկանների վրա, այդ ժամանակ դրանից անմիջապես հետո ես բռնության փորձ եմ կատարել, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր։